Նշե հետաքրքիր որ լյուբոյ բան անելուց մոտավոր երբ որ այդ անում ես զգացվում է ինչքանով ես դու դա հավեսով արել կարող է հենց պրям նես չլինի որ նայեն ու ասեն էսի հավեսով արած ես չէ բայց հավեսով ու չհավեսով արածը առանց հավես արածը տարբերվում է իրարից կարող է մենակ դու ինքդ հենց այդ գնահատականը տաս հավես անհավեսի ուրիշները ուղղակի տարբերություն տեսնեն բայց մեկը երևում է դու կարող դաժե ինչ որ բան անհավես անես ու դրա մեջ նենց մի բան դնես որ նու անհավես չի ավել ճիշտ անտրամադիր ոնց որ էդ էլ է էլի արտահայտվում ինչն է լավ տրամադրության բառը ինչը վատ բայց կարող դաժե ինչ որ վատ տրամադրության բան ես եթե իր մեջ ինչ որ նենց սպეციფიկ բան ունենա որ ինչ որ մարդկանց այդ գրավի ոնց որ այն յուրահատկությունը որ կա հենց այդ վատ տրամադրության բանելու դեպքում այսինքն քո արած գործը ինչ որ ձև արտացոլվում է քո տրամադրությունը արտացոլվում է քո արած գործի մեջ ինչ որ ձև դա вообще հետաքրքիր է որ լյուբոյ բան անելը իրենց չի ենթադրում մենակ գործողություններ կարող է ինչ որ բաների դեպքում այդ տենց չարտահայտվի օրինակ բաժակը վերցնել տեղափոխել մի կետից մյուսը բայց երևի եթե ավելի շատ ինչ որ process կա ինչ որ մի բան կառուցել կա այդ դեպքում ավելի արտահայտվում է ոնց որ բացի քո բուն գործողությունից նաև այն թե ոնց ես դու այդ արել ու քո տրամադրությունից կարա կախված լինի այն թե կամ քո հավես ունենալուց թե ինչքան ավելի մանրամասն ես ինչ որ բան անում ինչին ես ուշադրություն դարձնում խոսքի անտրամադիր վաղ կարող է ավելի քիչ բաների ուշադրություն դարձնես կամ ուշադրություն դարձնես լրիվ այլ բաների որոնք որ լավ տրամադրության վաղ ուշադրություն չէր դարձնի բայց դրա հետ մեկտեղ ես այդքան էլ կողմ չեմ ամեն դեպքում իմ պարագայում որ սպասեմ լավ կամ լավագույն տրամադրությանը որ ինչ որ մի բան անեմ որտեղ ինձ թվում է շատ հեշտ է կորցնել սահմանը որտեղ ես դու սպասում այդ պահին իսկ որտեղ ես ալարում ու արդարացնում ուղղակի քո ինչ որ մի բան չանելը ոնց որ ես չեմ ուզում որ իմ վատ տրամադրությունը իմ դեմ աշխատի ես ուզում եմ իմ լյուբոյ տրամադրությունից ես կանամ ինչ որ մի բան քաղեմ դրա համար մտածում որ անհավես վիճակում էլ ինչ որ մի բան կարելի է անել ու չնայած կա շատ մեծ հավանականություն որ ինչ որ բան անհավես անելուց կարող է քո ուզածը չստացվի ոնց որ ավելի հավանական է որ այդ դեպքում քո ուզած արդյունքը չի լինի բայց համը ինձ թվում է դա նես չի ոնց որ 100% այլ то есть даже լավ տրամադրության ու հավես ունենալու դեպքում կարող է ինչ որ բան անես ու ոնց որ 90% դեպքերում ստացվի 10% դեպքերում չստացվի ու նույն ձևը հակառակը վատ տրամադրության ու անհավեսի վաղտ կարող է տենց 70% դեպքում չստացվի 30-ում ստացվի բայց այն 30-ը մեկը ինչ որ մի բան է էլի այդ ոնց որ առիթը անգործության չմատնվելու նու էլի ոչինչ եթե այդ անհավեսության պատճառով այդ բանը չանես ուրիշ ինչ որ մի բան անես բայց եթե վատ տրամադրությունը քեզ ստիպում է պրոստը ոչ մի բան չանել այդ ինձ մի քիչ վախեցնող բան է որ կարա ինձ լավ տեղ չտանի էլի որ պրոստը ոչ մի բան չանեմ ու մտածեմ ես հիմա անհավես եմ հետո վաղը կարող եմ մի քիչ ավելի հավեսով լինեմ բայց մեկը մտածեմ ես բավականաչափ հավես չունեմ հիմա ու տենց հետո հետ նայեմ ջոգեմ մի ամիսա ոչ մի բան չեմ արել իմ սիրած ինչ որ զբաղմունքներից ոնց որ ինձ թվում է եթե դու ինքդ դրա մեջ իմաստ տեսնում ես ինչ որ քո գործողությունների ուրեմն արժի մի քիչ ինքդ քեզ ստիպես եթե այդ արածից ավելի շատ հաճույք ես ստանում
քան ինքդ քեզ ստիպելուց դիսկոմֆորտ։ Սա вообще չեմ ուզում էլի թույլ տամ, որ իմ տրամադրությունը ինձ կառավարի, որտեվ դա մի քիչ աբիդ մի բան է, էլի քո տրամադրությունը կարող կախված լինի լիքը արտաքին բաներից ու դաժե ուրիշ մարդկանց ինչ որ պահվածքից, իսկ ուրիշ մարդիկ, որ մտածում ես այդքան չկան, էլի, որ իրենց պատճառով չանես ինչ որ բան, որից որ քեզ հավես է։ Չպետք է էլի այդքան ներս թողես ուրիշների ազդեցությունը։ Ես դաժե մեկ որ քնելուց առաջ դե ինչ որ մտքեր են գալիս, ինչ որ օրվա ամփոփում կամ նման ինչ որ բան, դաժե եթե չես ուզում ես պրոստը ուղեղդ անջատես քնես, եկա ինչ որ բայ այդ մտքերը գալիս են, ու ես դաժե այդ վաղտ երբ որ ինչ որ ուրիշ մարդկանց տհաճ պահվածքն է ուղեղումս սկսում ֆռալ ու ինչ որ անալիզ եմ անում բան, դաժե այդ վաղտ եմ ներվային անում, որ մտածում եմ այս մարդու պահվածքի պատճառով պետք է կես ժամ ուշ քնեմ խոսքի, խեմ ես թույլ տալիս էլի ուրիշների գործողությունները տենց ազդեցություն ունեն ինձ վրա, որտեղ դաժե գիտակցում ես, որ հաճախ դաժե այդ ինչ որ եղել է, որ քեզ տհաճ ա եղել, դա ոչ մի բան է քո կյանքում։ Դες այդ ինչ որ բան, որ դաժե վստահ ես, որ վաղը կամ մյուս օրը դու դրա մասին չես հիշելու вообще, ու դից բարձ է որ դառնում, որ այսօր էլ այդ կարևոր չի, եթե 2 օրից կարևոր չի լինելու, այսօր էլ կարևոր չի։ Բայց չի լինում պրոստը ուղեղը մաքրել այդ ամեն ինչից, չնայած որ շատ կուզեի։ Ես վստահ եմ դա էլ է ինչ որ ունակություն, որ կարելի է զարգացնել, բայց լյուբոյ բան զարգացնելու համար ժամանակ է պետք, ու դրանց պետք է մի քիչ համբերատար լինես ինքդ քո հանդեպ, գիտակցելով, որ ինչ որ process-ներ տեղի են ունենում ամեն դեպքում ու ինչ որ տեղ գնում է դա։ Բայց իհարկե հավես կլներ, եթե հենց այս պահին արդեն քո ուզած վիճակում լիներ, որ կարողանայիր կառավարել այդ ամեն ինչը ներս թողես, ինչը չէ։ Բայց вообще երևի սթափություն պետք է փորձել պահել տենց գիտակցված, որ դրա շնորհիվ էլ է էլի այդ ունակությունը զարգանում, որ այդ սթափության հաշվին կենտրոնանաս ինչ որ լավ բաների վրա, որոնք կան քո կյանքում, ու այդ դրանց արժեքը կարողանաս տեսնես ու գնահատես։ Ոնց ինչ որ վատ բան որ լինում է, ավտոմատ ուղեղդ սկսում է այդ վատ բանի արժեքը տեսնել ու ինքն իրան խորանում է դրա մեջ քեզնից անկախ, որտեղ երևի այդտեղ ինչ որ վախի ու անհանգստության գործոն կա, որոնք չես կարող կառավարես։ Իսկ դրական բաները մի քիչ ավելի ջանք է պահանջում, որ կարողանաս ֆիքսես, բայց ինձ թվում է պետք է կենտրոնանալ ու դաժե երբ որ այդ բացասական մտքերը կան, դրան զուգահեռ փորձես դրականի մասին մտածես ու կենտրոնանաս դրականի վրա, հասկանաս քիչ է քո համար կարևոր, ինչ է քեզ տալի այս կյանքում եւ այլն, ու քանի որ ուղեղդ ունակ չի միաժամանակ 60 բան մտածի, դրանցից մեկը պետք է ընտրի, եթե կարողանաս բավական խորանաս ու արժևորես այդ դրականներին, ինձ թվում է ուղեղդ switch կլինի միանգամից այդ դրականներին ու տենց կկարողանաս բացասականից շեղվել։ Դաժե հենց այսօր քնելուց կփորձեմ, երբ որ ինչ որ անցանկալի մտքեր գան, կփորձեմ հիշեմ вообще ինչ լավ բաներ կան իմ կյանքում այս պահին, ինչից է ինձ հավես, իսկ հետո փորձեմ հասկանամ, թե ինչի է ինձ այդ դրանցից հավես, ինչ է ինձ այդ տալիս։ Պրոստը որ մի քիչ շատ բան ես, տենց մտքերի մեջ հավայի խորացող մարդ ես, մեկ դաժե դրականի մասին կարաս մտածես, ու մտածես ինչ է այդ քեզ տալիս, հետո մտածես իսկ ինչ կարա այդ քեզ հետագայում տա, ինչի կարա դա վերածվի, ու էլ ինչ որ մտքերի մեջ խորանաս, ու այդ մտքերը մեկը ինչ որ պահի ինչ որ բացասական կետի գնան, երբ որ ինչ որ վախեր առաջանան ապագայի հետ կապված, ոնց որ այս պահին ինչ որ բան կարա լավը լինի, բայց հետագայի մասին մտածես ու հետագայի սցենարների մեջ ինչպես դրականները կան, նենց է բացասականները, իսկ բացասականները ոնց նոր ասում էի ուղեղդ ավտոմատ
այդ վախի պատճառով սկսում է խորանալ դրանց մեջ։ Вообще իհարկե ապագայի մասին մտածելը մի քիչ տարօրինակ զբաղմունք է, բայց նաև երևի բանականություն ունենալու դեպքում ինչ որ քեզնից անկախ է տալնում, ինչ որ անբաժան մաս է քո մտածել հետագայի մասին։ Ոնց որ վատ չի էդ իհարկե, բայց պլանավորել, ինչ որ սցենար գծել ու նման բաները շատ է հավանական էլի, որ քո ուզածով չի լինելու պրոստը։ Ոնց որ դու ինչ էլ պլանավորես, ինչքան մեծ ու կարևոր մտքեր դրանք լինեն, այս պահի դրությամբ դրանցից լյուբոյը 0 արժեք ունի։ Ոնց որ քո մեջ ինքը մեծ արժեք ունի իհարկե, բայց հենց այս պահին ինքը բացարձակ արժեք չունի, որտեղ ինքը չկա ու ոչ մի քո պլանը էդի գոյություն չունեցող բան է։ Այդ ուղղակի ինչ որ պատկերացում է, որը ոչ մի հիմք չունի իրականում, էլի, որտեղ այն բառում ասում արժեք չունի, որ ինքը հեշտությամբ կարա պրոստը չեղարկվի вообще քո հետ կապ չունեցող պատճառներով։ Դրա համար պլանավորելը ոնց որ ավելի շատ ապահովության իլյուզիա լինի, ոնց որ դու ինչ որ պատկերացում ես ստեղծում, որ էլի եմ ասում հիմք չունի էլի մեծ հաշվով, հիմք այնքանով ունի, որ խոսքի դու դրան հավատում ես ու կան ինչ որ նախապայմաններ դրա համար, բայց շատ հանգիստ sense մի ակնթարթում կարա ոչ մի բանի վերածվի էդի։ Ու արդյունքում էդի պրոստը քեզ այս պահին ինչ որ բանը հանգստություն է տալիս, որ ինչ որ բան կոնտրոլի տակ ես դու պահել։ Չնայած որ խորանաս լավ է ժոգում ես, որ ոչ մի բանը կոնտրոլի տակ չի вообще, բայց գոնե էդի որ թվում ավելի հանգիստ ես ելնում։ Բայց շո էդ է իր միակ արժեքը, էլի, որտեղ դաժե ինչ որ մարդիկ, ինչ որ զույգեր, որ շփվում են, իրանք կարան իրանց ապագան պլանավորեն, թե ոնց են իրանք շարունակելու իրանց շփումը, հետո չգիտեմ, միասին են ապրելու, ամուսնանալու են, երեխա են ունենալու եւ այլն, գնալու են, չգիտեմ, ուրիշ երկիր ապրեն։ Ու պրոստը կարող է կես տարուց ինչ որ լուբոյ պատճառով բաժանվեն։ Ու այդ ամեն ինչը պրոստը ոչ մի արժեք չունի, բայց այդ կես տարին իրանք ավելի հանգիստ էին, որտեղ երկուսն էլ այդ մտքին էին, ոչ մեկի մոտ կասկած չկա, որ դիմացինը կարողա չի ուզում այդ, կարողա տարբեր բաներ են ուզում եւ այլն։ Պրոստը երկուսդ բարձրաձայնում եք ձեր ցանկությունները, որոնք համընկնում են, ու արդյունքում ոչ մի բան չի լինում։ Ու լրիվ նույն ձև կարա ոչ մի բան չպլանավորվի ու սաղ այդ ճանապարհով է հենց գնա, որ չեք պլանավորել, բայց սաղ լավ է լինում ու ձեր ուզածով է լինում։ Ու ստացվում արդյունքում պլանավորելը մի քիչ անիմաստ բան է, էլի, մի կողմից, ոնց որ կա այն կողմը, որ պարզ է ինչի համար է արվում, բայց եթե մյուս կողմից նայենք, այդ պրոստը ոնց որ անես թե չանես, մեկը լինելու է մի բան, որ կարաս լավ պատկերացնես ու չլինի, ու կարաս վատը պատկերացնես ու արդյունքում լավ լինի, ու դրա համար ինձ թվում է լավ է այս պահը գոնե բաց չթողել, էլի, զգալ այս պահին ոնց է, փորձել նենց անել, որ այս պահին լավ լինի, ոնց որ ինձ թվում է, եթե ամեն պահ աշխատես նրա վրա, որ այդ պահը լավ լինի, արդյունքում գծվելու է մի հատ շատ երկար ճանապարհ, որի ընթացքում լավ էր։ Ոնց որ քո այդ 5 տարվա պլանների մեջ կա 5 տարվա լիքը պահեր։ Եթե դու ֆիքսվում ես մենակ 5 տարի հետոյվա վրա, դու լիքը պահեր բաց ես թողում։ Իսկ եթե 5 տարի շարունակ դու ամեն պահի վրա ես ֆիքսվում, որ այդ պահը լավ լինի, 5 տարի հետո հնարավոր է հայտնես ու ջոգես, որ լավ էր ընդհանուր։ Դա չէ մեծ հաշվով պլանները պրոստը ապահովության իլյուզիա են ստեղծում։ Պարզ է, որ դրա կարիքն է ունեն շատերը։ Вообще մարդու գլխավոր բաներից
հատկանիշներից ու բան, որը հատկանշական է շատ մարդկանց, այդ կամ միգուցե բոլոր, չգիտեմ իրականում, այդ ձգտումն է կոնտրոլի տակ պահել ինչ որ բաներ, որոնք որ կարևոր են։ Մարդ կա, որ պրամ ամեն ինչ ուզում կոնտրոլի տակ պահի, մի ուրիշ ինչ որ կոնկրետ բաներ, բայց այդ կոնտրոլի զգացողությունը շատ հատուկ է մարդուն։ Ու նաև հատուկ է այն գիտակցությունը, որ ոչ մի բան կոնտրոլի տակ չի իրականում։ Դրա համար է երևի ինչ որ տարբեր եղանակներով այդ իլյուզիան է ստեղծվում, որ ավելի հանգիստ զգաս քեզ։ Ու հետաքրքիր է ինչ է այդքան կարևոր մարդու համար կոնտրոլի տակ պահել ամեն ինչ։ Խի այդ տենց հանգստություն տալիս էլի։ Ոնց որ կոնտրոլի տակ չպահելը, ինչ որ սպոնտանությունը ինքը իրանից չի ենթադրում վտանգ։ Ոնց որ կարա լինի, բայց вообще պարտադիր չի։ Մեծ հաշվով, եթե ռեալն է որ ոչ մի բան կոնտրոլի տակ չենք պահում, մեր կյանքը ընթանում է նենց ոնց ընթանում է ու օքեյ է։ Ու վտանգ չի իրանից մենակ ներկայացնում։ Վտանգներ ինչ որ էպիզոդներով են ելնում։ Ու այդ կոնտրոլի տակ պահելու մեջ նաև մտնում են ավելի ինչ որ գլոբալ բաներ, նույն խիա որ հասարակությունը փակ է ինչ որ նոր բաների, вообще любой հասարակություն նոր բանը ավելի դժվար է ներս թողում էլի, առաջի ռեակցիան զգուշությունն է լինում։ Ու вообще մարդիկ նոր բաներին շատերը շատ դժվար են սովորում, այդ կարա любой նոր բան լինի, էլի նոր ինչ որ բան, որը դու չէիր պլանավորել, ենթադրենք մի բան է խոսքի դու քո համար հեռախոսը առնես, վաղուց պլանավորած բան, քո ուզած, նույն բանը եթե քեզ ինչ որ հեռախոս նվիրեն, կարող է միշտ չէ, բայց ամեն դեպքում մի քիչ անկապ օրինակ է, բայց շուտ կա որ քո հին հեռախոսից մի քիչ դժվար կարող է, հին հեռախոսին դժվար կարող հրաժեշտ տաս ու նորին անցնես, միանգամից չես էլի այդ անի, որտեղ դա էլ է ինչ որ նորություն, դա էլ է ինչ որ չպլանավորված ու տեղը ոնց որ կոնտրոլի տակից ինչ որ բան դուրս եկա, նույն ձև որ հասարակությունն է ինչ որ նոր բաներ դժվար ընդունում, ինչ որ ոչ ստանդարտ բաներ, էլի ոնց որ այդ գլոբալ կոնտրոլի կորուստ լինի էլի։ Երևի ինչ որ բնազդային բան կա այդտեղ, որ սովորականը պետք է ապահով է։ Որ դաժե կենդանիների մեծ մասը ինձ թվում է ունեն իրանց հիմնական տեղը ենթադրենք, որ իրանք ապրելու համար ասենք ինչ որ տեղ, որին որ իրանք սովորում են, որտեղ ավելի երևի այդտեղ ինչ որ ապահովություն կա էլի։ Բայց մարդիկ ինձ թվում է համե բանն անում, այդ երկու քարի արանքն են էլի, ինչ որ ապահով սովորականի ու սպոնտանության, որտեղ ապահով սովորականը, արժի սովորականը ինքը ապահովության զգացողություն է տալիս, ինչը մարդուն պետք է, բայց համել ձանձրացնում է, իսկ սպոնտանությունը կակրած ձանձրալի չի, հետաքրքրացնում է, բայց համել վախենալի է թվում։ Ու մենակ սպոնտանությունը չէ էլի, նույն ռիսկը օրինակի համար։ Դրանց ռիսկի մեջ երևի ինչ որ սպոնտանություն կա։ Մարդիկ ռիսկերից էլ են շատ հաճախ խուսափում, որտեղ չգիտեն իրանց ինչ է սպասվում, բայց համել գնում են ռիսկերի, որտեղ ուզում են որ մի բան փոխվի։ Უშում մարդը ինքը իր ձեռը կրակը ընկած է էլի վերջնի։